can't wait. Our first time. Trip-ը սկսվեց Տրևիշատրվանի մոտից, այստեղ շատ գեղեցիկ է, դուք ինքներդ տեսնում եք տեսանյութում, ու ասեմ, որ եղանակի առումով իմ բախտը բերել էր, որովհետև շատ տաք էր ու արևոտ ու էլ ավելի էր տրամադրում, չգիտեմ, քայլել ու հիանալ Իտալիայով։ Ես ընդհանրապես շատ ուրախ էի, որովհետև ինձ համար Իտալիա գնալը ինչ-որ նպատակ էր, եթե դուք ինձ ճանաչում եք, գիտեք, որ ես Իտալիան շատ եմ սիրում։ Հա, ու այս այն շատրվանն է, որտեղ որ մետաղադրամ եք գցում ու երազանք պահում, մետաղադրամը պետք է գցել աջ ձեռքով, ձախ ուսի վրայով, այստեղ ես ուղղակի եմ գցում, բայց դուք որ գնաք ճիշտ կգցեք։ Դե իհարկե ուտում ենք ջելատո ու ուղևորվում դեպի Կոլիզեյ։ Իդեպ, եթե Հռոմ եք գնում ամսվա առաջին կիրակի օրը, ապա Կոլիզեյի մուտքը անվճար է։ Ես այստեղ շատ պատահական հենց գնացել էի ամսվա առաջին կիրակի օրը ու ինձ համար բնականաբար անվճար էր Կոլիզեյի մուտքը, բայց ես վերցրեցի տուր ու տուրով գնացի, քանի որ ուզում էի, որ տուր գայդը համել բացատրեր եւ այլն, այդպես ավելի հետաքրքիր ինձ համար, բայց եթե դուք գնաք ինքներդ էլ առանց տուրի, միևնույն է ձեզ շատ տուր կգա ու շատ բան այնտեղ դուք կտեսնեք։ Բայց որ անպայման գնացեք Կոլիզեյ, եթե լինեք Հռոմում։ Որ ես ունեի ազատ օր իմ թրիշների միջև, որոշեցի գնալցով, իդեպ արդեն սկսել եմ գնալ Դուբայում, ամռանը շատ շոգ է, ես ուղղակի չեմ կարողանում դուրս գալ տնից, բայց քանի որ արդեն եղանակը թույլ է տալիս, շատ հաճախ գնում եմ ծով ու այս անգամ ինչի նկարեցի ես վիդեոն, որովհետև այդտեղ լիքը ճայեր կային ու շատ սիրուն էր, նախորդ անգամները որ գնացել եմ, այսքան շատ չէին ճայերը, բայց այս անգամ շատ էին ու շատ սիրուն էր։ Մենք գնացինք Դուոմո, այնտեղ լիքը նկարներ արեցինք, հիացա ես ուղղակի Միլանի այդ շքեղությամբ, շքեղ ճարտարապետությամբ ամեն շատ սիրուն էր։ Ու այստեղ լիքը աղավիներ կային, ու դու այստենց շատ cute իրանք, որ ուտելիքը պահում էի ձեռքից մեջ, շատ cute գալիս էին և ուտում էին, շատ լավն էին, ու շատ էին, շատ պրյամ։ Ու այստեղ Դուոմոյի մոտ կա նաև Christmas market, այստեղ վիդեոյի մեջ շատ փոքրիկ ինքերևում է, բայց էլի տենց սիրուն Christmas market էր, շատ ես չուսումնասիրեցի, քանի որ ժամանակ չունեի այդքան, բայց վստահ եմ, որ իրանք կարելի հետաքրքիր ինչ-որ բաներ ունեին։ Գնացին գալերիա, որը որ էլի հենց նույն տեղում է գտնվում, այդտեղ գալիքը խանութներ, ռեստորաններ, բայց նաև գալերիան հայտնի է նրանով, որ այնտեղ հատուկ կա, որ դուք անգում ես և պետք է 3 անգամ պտտվես ու քեզ հաջողություն է գալիս։ So, երբ գնաք Միլան, անպայման կգնաք այդտեղ և կպտտվեք 3 անգամ, որպեսզի լինեք հաջողակ։ Այսքանը, շնորհակալություն, որ դիտեցիք, կոմենտներում գրեք ձեր կարծիքը, իսկ ես կասեմ, որ իմ հաջորդ տեորների ժամանակ կնկարեմ արդեն ճիշտ ֆորմատով վիդեոներ YouTube-ի համար ու ավելի լավ տեսանյութ կստանամ ու կտեղադրեմ ձեզ համար։ Իրականում շատ լավ տեղեր եմ եղել ու անպայման կուզեի կիսվեի ձեզ հետ ևս, բայց չունեմ նկարած ոչ մի նորմալ վիդեո։ Դրա համար սպասում ենք հաջորդ տեորներին ու նաև կոմենտներում գրում ենք, թե ինչ տեսանյութեր կցանկանաք, որ ես նկարեմ։ So catch me if I fall.